ձևավորված, որ որևիցե մեկի մոտ կասկած չառաջացնի եւ պետական մարմին ասել մեր պատգամավորները ազգային ժողովի անվանից ասում էին պատերազմը խաղաղության պարագայում է Հանրապետության տարբեր մասեր վերաբերյալ քաղաքացիների կարծիքները ինչպիսին են դիրքորոշումները։ Դե ասում եմ շնորհակալություն մեծ հույս ունեն որ այս ուղղությունը կշարունակվի մենք էլ իրենց ի պատասխան ասում ենք որ իրենք պետք է տեր կանգնեն խաղաղությանը եւ իրենք էլ պատրաստակամություն են հայտնում տեր կանգնել խաղաղությանը հեսա մեր հիմնական խոսակցության թեզերը նաեւ շնորհակալություն են հայտնում ճանապարհների դպրոցների բժշկական ապահովագրության համար շատ մարդ օգտվել է շատ հաճելի է որ աշխատել է եւ շատ մարդիկ արդեն օգտվել են դրանից թոշակների համար են շնորհակալություն հայտնում եւ պահանջում են մեզանից որոշ անդիմադիր գործիչներին հնարավորինս շուտ ինչ որ ձևով լրացնելին ասում են խիչեք падգամավորներ կան չեն գալի խիչեք հանում գործից բան դե պարզ է բացատրում եմ որ դրա իրավունքը չկա եւ այլ լրիվ քաղաքականացված խոսակցությունները տեղի ունեն իսկ խոսքում այն մասին որ սեպտեմբերին կարող է լինել պատերազմ եւ ժողովուրդը բայց ինչ անեն պարզապես այդ հարցի հետ կապված Չէ, մի րոպե, դուք հարց տվել եք, հաջորդը խնդրեմ Նարեկ։ Ես կարող եմ այդ հարցի հետ կապված մի բան ասել։ Չէ, եկեք պատտվենք հիշեք։ Լավ, լսեցիք, կարող եմ ուրիշ բաներ ասել։ Կարող եմ։ Ժողովուրդը, երբ որ դուք ասում եք, որ սեպտեմբերին լինելու է պատերազմ, դա որպես շանտաժ է դիտարկվում սպառնալի։ Ես արդեն այդ հարցին պատասխանել եմ։ Քաղաքական գործիչները քաղաքական վերլուծություններ են կարողանում անել, իսկ երկրի վարչապետը ունենալով ինֆորմացիա տիրապետելով ամբողջ process-ներին կարող է նաև նման չընդհատես կարող է նման կանխատեսում անի ես նաև նշեցի որ մեր ընդդիմադիր գործիչները նույն բանն են ասում նույն բանն են ասել նույնիսկ խաղաղության պայմաններում որը որ մենք հիմա ունենք մեր падգամավորները վեր են կենում եւ գոռում են որ պատերազմ է եւ այլ դուք դա ընդդիմադիր գործիչների մոտ չեք տեսնում երբ որ վարչապետը նույն բանն է ասում արդեն ավելի հիմնավոր ձևով Ձեր մոտ դա զարմանք է մարդիկ ինչ են մեզ ասում շնորհակալություն խաղաղության համար մարդկանց երեխաները չեն մահանում չեն էթում մարդը ավելի քիչ անհանգիստ է երբ որ իր երեխան զորակոչվում է բանակ եւ այլ այսինքն ոնց չխոսեն մարդիկ իհարկե խոսում են դրա մասին հարցի ներամասն է որ երբ որ դուք ասում եք եթե մեզ չընտրեք սեպտեմբերին կլինի պատերազմ հանրությունը մարդիկ ովքեր ձեզ հետ հանդիպում էին դա ինչ էին դիտարկում որպես նախազգուշացում ասում են սրանց էջը շուտվանից բաներ շուտ արեք փագեք ասում են սրանց էջը փագեք բրծնենք մենք այս խոսակցությունը իսկ դուք ինչի եք մին ընդհատում ինձ ինչ թազավորով չէ Պարոն Սիմոնյանը դա պարզապես Հայաստանի վարչապետի վերլուծությունն է թե նա նաև տեղեկությունների է տիրապետում որովհետև ասում են 15 թվին եկավ չասեց ինչ իրավիճակ է պատերազմ եղավ հիմա նոր աշխատելագործ եք, հա, որտեղ գիտեք, որ պետք է պատերազմ լինի նախորդ ժողովրդին ասում եք, խնդրեմ հստակեցնել վերլուծություն է թե հստակ տեղեկություն։ Ես արդեն երրորդ անգամ եմ դրան պատասխանում, քաղաքական գործիչները քաղաքական վերլուծություններ կարող են անել Հայաստանի Հանրապետության վարչապետը ունենալով բավարար ինֆորմացիա եւ քաղաքական վերլուծություն անելով, ինչպես նաեւ ակնհայտ լինելով, որ Հայաստանի Հանրապետությունում փաստացի կա երկու բևեռ։ Դա հարևանների նկատմամբ պահանջներ ներկայացնող բևեռն է, օրինակ Ռոբերտ Քոչարյանը, որ ասում է իր ասուլիսի ժամանակ, որ այսօրվա իրավիճակում սահմանափակվել 29743 քառակուսի կիլոմետրի մեջ դա ուտոպիա է եւ խոսում են պահանջատիրության մասին, տանում են այդ խոսույթը, որ մարդիկ, ովքեր որ քաղաքացիական պայմանագիր կուսակցությանը դեմ են, դեպքը դուրս էր եկել, ինձ ասում էր, բան Նախիջևանն եմ ուզում, Կիլիկյանն եմ ուզում եւ Ղարաբաղն եմ ուզում։ Այդ խոսույթը պատերազմի մասին է, այսինքն ուզում եմ որն է դա ոչ մեկ չի, հա? Չէ, դա քաղաքական, լսեք, Ռոբերտ Քոչյանը իր երազանքներով թող գնա իրան ստանա զուբանան, բայց երբ որ ամենամեծ ընդդիմադիր խմբակցության ղեկավարը պարլամենտում այսօր գտնվող նման բան է ասում, եւ ակնհայտ է, չէ, բայց այդ մարդը եւ ակնհայտ է, չէ, որ հանրությունը նման
խոսակցության մեջ է հայտնվել եւ հայտնվում է եւ դա բնական քաղաքական վերլուծություն է, եթե դուք նկատի ունեք, որ տենց տվյալներ կան, որ սեպտեմբերի այսինչ օր, այսինչ sense բան, բնական է նման տվյալներ չկա։ Կներեք, Քոչարյանը չի ասում, ես գամ իշխանության պատերազմ սկսեմ Արցախի։ Ասում հիմա տարածաշրջանում լարված իրավիճակը, չգիտեք վաղը մյուս օր մի քանի տարի հետո ինչ աշխարհակաղակական կարգեր կհաստատվեն, սահմանները ինչպես կփոխվեն, ասում եւ եթե լինի հնարավորություն առի, պետք է օգտվել դրանից։ Դե շատ բան է ասում, շատ ված բան է։ Իհարկե ված բան է։ Ադրբեջան լինի մենք չպետք է Ոչ, իհարկե ոչ, միանշանակ ոչ, երբեք, ոչ Թուրքիայի պարագայում, ոչ այդ ինչ եք խոսում դուք։ Իսկ հիմա Ադրբեջանը մեր թուլացած վիճակից օգտվի եւ մտնի դարձնի, ասենք մի հատ Պուճուրիկ Երևան քաղաք թողի։ Այդ ինչ եք ասում։ Այդ ձեր հարցը համ վրթովեցնող է, համ ակնհայտ դուք ձեր հարցի պատասխանը տվեցիք։ Իհարկե ոչ, երբեք Հայաստանի Հանրապետությունը չպետք է ունենա տարածքային պահանջներ եւ չունի իր հարևանների նկատմամբ։ Այդ ինչ է։ Այսինքն դուք ինչ եք ներդրում։ Հայաստանի Հանրապետության պարլամենտական երկրի պարլամենտի նախագահին հարցնում եք, ասում եք մենք պետք է սպասենք Ադրբեջանը թողնելա, ոչ, եթե շատ վատ բան է ասում, շատ վատ բան է ասում, անթույլատրելի բան է ասում, խայտարակ բան է ասում։ Ու դրա համար ինքը վաղը միսօր այստեղներից չի հայտնվել իր այդ խոսքը։ Այդ իր երեխեքն են գնալու կռվեն կամ այդ ինչ է դարերով մեզ գցում է կախվածության մեջ Ռուսաստանից, Ֆրանսիայից, Ամերիկայից կամ որևիցե մեկից։ Ոչ, մենք պետք է տարածաշրջանում այնց հարաբերություններ կառուցենք, որ որևիցե մեկը չմտածի մյուսի վրա հարձակվել։ Հավերժ թշնամություն, ինչ դիվանագիտորը, լսեք, հորով մորով արեց Հայաստանի Հանրապետությունը 10 տարի ինքը իր իշխանության օրով, թե ինքը հարստացավ։ Այդ Հայաստանի Հանրապետությունը 29743 կիլոմետրը տենց շենացրեց, վերականգնեց, ուժեղացրեց, թե գույք պարտքի դիմաց տվեց, ասենք ռազմավարական բաներ եւ Հայաստանի անկախությունը, ինքնուրույնությունը տվեց ուրիշ երկրի։ Հիմա էլ պետք է ինքը դες բան ասի իսկականից, անկեղծ հավատաց չի գալիս։ Ոստի ժամանակ ասում է չեմ նայել փարկաստո։ Կարող է իրավիճակ փոխվել, պետք է Հայաստանը իրանից ինչ որ հետո խայտարակություն է, շնորհակալ եմ քեզ այդ հարցը, խայտարակություն է։